Ռազմական ոստիկանության աշխատակիցներն այսօր առավոտյան տանից փորձել են բերման ենթարկել Ժողովուրդ օրաթերթի լրագրող Քնարիկ Մանուկյանին, սակայն դեպքի վայր ժամանած թերթի գլխավոր խմբագրի, ինչպես նաև մարդու իրավունքների արագ արձագանքման խմբի միջամտությունից հետո ռազմական ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են այդ մտքից։ Կատարում են քննիչի օրինական պահանջները, ուղեկցեք Քնարիկին։ Չեք կարող ուղեկցեք Քնարիկին, որովհետև Քնարիկին մենք չենք թողում գա։ Քնարիկից գործ չունի։ Դե դուք դիմադրություն ցույց տվեք։ Դիմադրություն մենք ոչ մեկի ցույց չենք տալիս։ Մենք ընդհանրապես փորձում ենք պաշտպանվել, մեր սահմանադրությամբ տրված իրավունքները պաշտպանվել։ Բարձրացված աղմուկից հետո ռազմական ոստիկանության աշխատակիցները հեռացել են, կազմելով արձանագրություն, որտեղ նաև մատնանշել են, թե դեպքի վայր են ժամանել լրագրողներ։ Սակայն Քնարիկ Մանուկյանը հրաժարվեց ներկայանալ ԼԿԲ քննության վարչություն, զանգահարեց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ լրատվական միջոցների, որոնք էլ ներկայացան վերնշված հասցե։ Արձանագրությունը կարդացին բացարձակ։ Ժողովուրդ օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն ազատության հետ զրույցում պնդեց, լրագրողին բերման ենթարկելու որոշումը եղել է ապօրինի։ Վերջինիս փոխանցմամբ այն բանից հետո, երբ լրագրող Քնարիկ Մանուկյանը նյութ է հրապարակել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության ծառայության պետ Սերգեյ Հայրապետովի եւ պաշտպանության նախարարությունում բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասին, լրագրողը ծանոթագիր է ստացել քննչական կոմիտեից։ Այս հրապարակման հաջորդ օրը մենք ստանում ենք մի ծանուցում, որտեղ բառացի գրված է, որ առաջարկում ենք Քնար Մանուկյանին ներկայանալ քննչական կոմիտե ցուցմունք տալու եւ նշված չի, թե ինչ կարգավիճակով են հրավիրում Քնար Մանուկյանին ցուցմունք տալու։ Բնականաբար ես որպես գլխավոր խմբագիր մերժեցի այդ առաջարկը եւ գրավոր պատասխանեցի, որ մենք չենք պատրաստվում թույլ տալ մեր լրագրողին ներկայանալ քննչական կոմիտե, քանի որ նա որևէ կարգավիճակ չունի իրավաբանական։ Դրանից հետո արդեն այսօր քննիչ Խաչիկյանը որոշել է բերման ենթարկել լրագրողին, ինչպես Թագուհի Թովմասյանը նշեց, ռազմական ոստիկանության աշխատակիցները դա փորձել են անել ուժի գործադրմամբ։ Եթե դուք չգաք, ես հիմա բռնությամբ ձեզ բերման կենթարկեմ, ռազմական ոստիկանության քրեական բաժնի աշխատակից եւ կարծեմ թե ժամանակավոր պատասխանատու է ինչ որ առավել բարձր պաշտոնի Հայկ Կարապետյանն էր։ Լրագրող Քնար Մանուկյանն ազատության հետ զրույցում ընդգծեց, իրականում այս կերպ փորձում են իր վրա ճնշում գործադրել, ցանկանալով կանխել պաշտպանության նախարարությանը վերաբերող իր հրապարակումները։ Ես համոզված եմ, որ միտումը նա էր, որ կարողանան ինձ հնարավոր ճնշումների գործադրել կամ հնարավոր տարբերակով այլևս այդ թեմային չմոտենալ։ Լրագրողին բերման ենթարկելու անհաջող փորձից հետո ավելի ուշ Facebook-ում վեր ծավալվեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի եւ Ժողովուրդ օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի միջև։ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում գրեց, թե կեղծ են տեղեկություններն այն մասին, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկում լրագրողի, տեղեկացնելով, թե ռազմական ոստիկանությունը նման գործառույթ իրականացնել չի կարող։ Ի պատասխան Թագուհի Թովմասյանը հրապարակեց դեպքի վայրում գտնվող ռազմական ոստիկանության աշխատակիցների լուսանկարը։ Ավելի ուշ պաշտպանության նախարարի խոսնակը մեծ զրույցում պարզաբանեց, նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության ծառայության պետի հետ կապված քրեական գործ չկա, բացի այդ լրագրողին բերման ենթարկելու որոշման հետ պաշտպանության նախարարությունն ու ռազմական ոստիկանությունը կապ չունեն։ Թեև նկատենք Արծրուն Հովհաննիսյանը չհերքեց, որ լրագրողին բերման ենթարկողների մեջ նաև ռազմական ոստիկանության աշխատակիցներ են եղել։ Դուք չեք կարող հերքել, չէ, որ չեն եղել ռազմական ոստիկանության աշխատակիցներ, անգամ անուն ազգանուն է նշվում Հայկ Կարապետյան։ Իհարկե չեմ կարող հերքել։ Իհարկե չեմ կարող հերքել։ Բոլորը ռազմական ոստիկանությունից չեն։ Ժողովուրդ օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը պաշտպանության նախարարի խոսնակին հորդորում է խոսել փաստերի լեզվով։ Նա նստած իր աշխատասենյակում ամբողջությամբ կտրված իրականությունից պարզապես սուտ է խոսել։ Փաստերի դեմ կռվել անհետ մեկնաբանություններով եւ փորձել շողոքորթել Սեյրան Օհանյանին, դա կարծում եմ պաշտոնյային վահարիր չի։ Ես կարծում եմ, որ այս ողջ գործընթացը պարզապես ճնշման ռեալ քայլեր Ժողովուրդ օրաթերթի նկատմամբ, որպեսզի մենք դադարենք գրել պաշտպանության նախարարության եւ պաշտպանության նախարարի թիկնազորի պետ Սերգեյ Հայրապետովի կողմից իրականացված ապօրինությունների մասին, այս ճանապարհով փորձ է արվում լրացնել լրատվամիջոցին, բայց մենք չենք լռելու, շարունակելու ենք բացահայտումները, ով որ բանակի փողերը լափում է, պետք է պատասխան տա։ Հավելենք, որ ավելի ուշ պարզաբանմամբ հանդես եկավ քննչական կոմիտեն, նշելով, թե Ժողովուրդ օրաթերթի լրագրողը հրավիրվել է հարցաքննության պաշտպանության նախարարության աշխատակցի դեմ կաշառակերության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում դեպքի մասին իրեն հայտնի հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար։ Ու թեև քննչական կոմիտեն պնդում է, թե լրագրողին ուղարկված ծանոթագրում նշված է եղել հրավիրվողի կարգավիճակը, իբրև վկա, սակայն ծանոթագրում այդ մասին որևէ հիշատակում չկա։
Նկատենք, որ լրագրողին այսօր բերման ենթարկելու փորձ են կատարել ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, մինչդեռ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն Ազատության հետ զրույցում ընդգծեց. Ռազմական ոստիկանությունը զորամասերից դուրս կատարվող հանցագործների հետ կապված հետաքննության մասով պետք է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ իրականացնի հետաքննությունը։ Այսինքն այս առումով կարծում եմ, որ պետք է իրականացնել համատեղ։